Բարև ձեզ հայեր ջան։ Ուրեմն նոր վտանգների մասին ուշադրություն բոլոր միայնակ ապրող ով որ հարազատներ չունի տարիքով մարդիկ ձեր կյանքը վտանգի տակ է։ Հիմա ամեն ինչ ձեզ կբացատրեմ ժողովուրդ ջան, ձեր հարևանների, ձեր շրջապատում, ովքեր որ տարիքով մարդիկ են ապրում են միայնակ, զգուշացրեք իրանց, որ հանկարծ ու հանկարծ սխալ բաներ չանեն, փողոցում չայտնաբերվեն, լավագույն դեպքում իրանց կյանքը վտանգի տակ է, ժողովուրդ ջան։ Ուրեմն լսեք էս թուրքաջվուտ հայվանները ինչ փորձ են ուզում անել։ Օրինակ ժառանգներ չունեն, մի րոպե, ժողովուրդ ջան։ Ամենի այլ աղբյուրներ չունեն եւ Ուշադիր լսեք։ Միայնակ ապրող մեր ատիկ-պապիկների համար, որոնք օրինակ ժառանգներ չունեն, եկամտի այլ աղբյուրներ չունեն եւ սա իրանց հնարավորություն է տալիս իրենց աշխատանքով ձեռք բերած անշարժ գույքը ոչ թե վաճառել, այլ գրավադրել եւ ամսական այնքան գումար ստանալ, որ իրենց կարիքները բավարարվեն, ճամփորդել, գնալ հանգստանալու միայնակ ապրող մեր ատիկ-պապիկների համար, որոնք օրինակ ժառանգներ չունեն, եկամտի այլ աղբյուրներ չունեն եւ սա իրանց հնարավորություն է տալիս իրենց աշխատանքով ձեռք բերած անշարժ գույքը ոչ թե վաճառել, այլ գրավադրել եւ ամսական այնքան գումար ստանալ, որ իրենց կարիքները բավարարվեն, ճամփորդել, գնալ հանգստանալու միայնակ ապրող Ուրեմն ժողովուրդ ջան, մի ամիս առաջ, չգիտեմ, արդեն ընդունեցին օրենքը, թե ծրագիր կազմեցին, որ այդ օրենքը ընդունեն, որ թոշակառուներին իրանք արգելում են կազինո խաղալ։ Այսինքն տպավորություն ստեղծեցին, որ իրանք մտածում են թոշակառուների մասին, ծեր մարդկանց մասին, որ հանկարծ խելքը չթռցնեն, իրանց թոշակը կազինոյում չկրվեն։ Չգիտեմ ես որ թոշակառույն է կազինո խաղում, մարդիկ դեղերի փող չունեն, իրանք տպավորություն ստեղծեցին, որ մտածում են մարդիկ սոված չմնան։ Հիմա ուրեմն խոսում են նրա մասին, որ միայնակ ապրող ծեր մարդը կարա իրան տունը չվաճառի, այսինքն եթե վաճառի իրան տունը, ինքը կարա գնա մի սենյականոց թեկուզ առնի, այդ մնացած փողը ինքը ոնց ուզենա այդ հենց էլ ծախսի։ Ուրեմն առաջարկում են թոշակառույն մարդը իրան տունը դնի գրավ, փող վերցնի ու գնա ճամփորդի, ժողովուրդ ջան։ Այդ թոշակառույն, որ հենց փաստաթուղթ ստորագրեց, որ ինքը տունը դրեց գրավ, այդ թոշակառույն շատ արագ ձևով կմեռնի, տարբեր մեթոդներով։ Ուրեմն բոլոր թոշակառույների մասին Հայաստանով մեկ արդեն ինֆորմացիան հավաքել են, որտեղ բնագրվում են միայնակ թոշակառույներ, որ իմանան այս
օրենքը ընդունելուց իրանք ինչքան փող են աշխատելու։ Հենց թոշակառույն միայնակը գնանց իրան տունը դրեց գրավ, իրանք բոլորին արդեն ցուցակի մեջ ներգրավել են, տեղյակ են, այդ թոշակառույն շատ արագ ձևով կմեռնի։ Ջուր կտան դեղերով, սրսկեն, տարբեր մի բան կհորինեն, տունը կհայտնաբերվի օրինական դաշտում գրավ դրած, ձևակերպված կլինի, որ այդ թոշակառույն արդեն փողը ստացել է, ոչ այդ փողը կստանա, ոչ էլ այդ տունը գվայելի, ոչ էլ ճամփորդությունների կգնա, այդ որ մի թոշակառույն 63 տարեկանից նոր գնում են թոշակի, այդ որ մի 63, 70, 80, 100 տարեկանը, եթե ապրեն այդքան, գնում են ճամփորդելու, գնան Լասկալա տեսնեն, Էյֆելյան բաշնյան տեսնեն, հա, տունը դնեն գրավ, ծեր հալին ու գնան իրանք ճամփորդելու։ Ժողովուրդ ջան, ձեր տները ձեր ձեռներից առնելու են ձեզ սպանելով։ Ռուսաստանով մեկ տարածված է ԺԿ-ի միջոցով ջրային տնտեսության, ով որ գալիս են ջրերը, իրանք ստուգում են, ինչքան ջուր է օգտագործվում, ինչքան հոսանք է օգտագործվում, այսինքն եթե շատ մինիմալ քանակ, իրանք հասկանում են, որ այդտեղ միայնակ մարդիկ են ապրում։ ԺԿ-ի միջոցով, այդ հիմնարկների միջոցով իրանք հավաքում են տվյալները, ով է մենակ ապրում, ազգ ու բարեկամ չունի, սիկտանտները բոլոր երկրներում, շպիոններն են Ջհուդաստանի, ինֆորմատորներն են, որ տարածքում ինչ ինֆորմացիա պետք է, սիկտանտների միջոցով, իրանք հենց են չեն այդ սեկտաները ստեղծել, իրանք ինֆորմացիան տանում են, իրանց վերադաս, սենց ասեմ, կազմակերպություններին ինֆորմացիան տալիս են, տարածքում ով ինչ ինֆորմացիա պետք է, իրանք տալիս են։ Ուրեմն, Ռուսաստանում տարածված է, ով որ միայնակ է ապրում, այդ խեղճը եթե մտնում է պատիեստ, հանկարծակի հետևից շպրիցով խփում են դեղով, որից ինքը մեռնում է։ Всё, պրծավ, հասկանում եք, տներն արդեն նախորոք համոզում են, որ ստորագրի մենք քեզ տիրություն կանենք, հենց այդ թուղթը ստորագրվավ, ասեղը խփվում է, շպրիցով խփում են։ Էնենց որ հիմա այդ մաֆիան արդեն գիտեն, որ սենց բան կա, բացահայտված է, ինչեր են անում, հիմա անում են կամավոր, մարդիկ ստորագրեն, արդեն էսի օրինականացնում են, պետական օրեն ուզում են, ջհուդները, այդ միայնակ մարդկանց տներ իրանցով անեն, ժողովուրդ ջան, տարածեք, հանգարց ու հանգարց, ուշադիր եղեք, նաև ձեր ստորագրությունները միայնակ մարդը, անտեր մարդը, ժողովուրդ ջան, իրան ստորագրությունը կարան սարքեն, իրան գլխին կարան սարքեն ստորագրությունը ու գլխին տան ոչնչացնեն, ժողովուրդ, Երգիրը կառավարվում է խուժաններով, ջհուդներով, մարտասպաններով, մարտակերներով, արունախումներով, թուրք ու ջհուդներով, հայախոս թուրք ու ջհուդներով, հիմա։ Ուրեմն ինֆորմացիան տարածվեց, որ հեռախոսները պետք է համարակալվեն, գրանցվեն, ամեն հեռախոսն ունի ոնց որ ավտոները իրանց համարը արտադրանքի, որ ֆիրման ինչա, մի րոպե, ժողովուրդ ջան, ուրեմն
հեռախոսները պետք է գրանցվեն, համարները գրանցվում են իհարկե, եթե հեռախոսի համարը ֆիքսված չեղավ տվյալ մարդու անունով, այդ համարը չի գործելու, ներկայացնում են սա որպես մաքսատուրկը վճարելու խնդիր լուծելու համար, իբր թե որ նելեգալ ապրանք չմտցնեն առանց հարկ մուծելու, իրականությամբ բոլորին հիմա ներկայացնելու են բիզնեսմենները, որ չբերեն, չշրջանցեն հարգայինը եւ այլն, մյուսները չհասկացողները ծափ տան, դոդիգագոյինա լացացնում Նիկոլը, սրանա լացացնում իբր թե Նիկոլը, իրականությամբ ժողովուրդ ջան, խնդիրը ահավոր բարդ խնդիրը, ամեկի հեռախոսը ձայնագրվելու է, լսվելու է, եթե օրինակ հսկում են ինձ, ես ինչ գործնեությունով եմ զբաղվում, իրանց իհարկե հարմար չեմ ես այս 8 տարի, դրա համար ինձ ֆիքսում են, ես կարամ ունենամ ուրիշների անուններով արած համարներ, դնեմ պրոստը հեռախոսների վրա ու տնից դուրս գամ, եթե ես իմ հեռախոսը պրասլուշկի տագա, օրինակ եմ ասում, իրանք լագացյան ստուգում են դու ուր ես գնաց է ինչ ես արել, ես կարամ ես հեռախոսը թողեմ տունը, իրանք մտածեն ես տունն եմ, մյուս հեռախոսով դուրս գամ գնամ հանդիպման, որ ինձ ես գործերով, ես հարցերով պետք է ինչ-որ հանդիպում տեղի ունենա։ Հիմա իրանք անելու են այնենց, որ ամեն մեկը իրան հեռախոսը ֆիքսվի, Մագդայի հեռախոսը որն է, իմ անունով համարը ֆիքսվի, ու էլ մենք չկարողանանք անգամ կես բար փոխանցենք։ Սա իբր թե արվում է հարգայինից չշրջանցելու համար, իրականությամբ սա արվում է, որ կոպիտ ասած մեր բենից ամեն դուրս եկած բառը իրանք ֆիքսեն։ Կամ դու չկարողանաս ընդհանրապես խոսաս, ժողովուրդ ջան, սա արվում է դրա համար։ Ամենակարևորը, մի րոպե ես սա էլ ցույց տամ ձեզ, որ համոզվեք իմանալ։ Մի րոպե։ Мобильные телефоны в России все. С 27 года в России будет обязательная регистрация телефонов на госучет. Власти утвердили основы работы базы имей номеров. Если у устройства есть слот под сим-карту, его нужно будет регистрировать, иначе телефон сочтут запрещенным, а сим-карту привяжут к конкретному аппарату, из-за чего без такой связки звонки работать не будут. А при продаже устройства его также придется отвязывать от своей сим-карты, иначе новый владелец не сможет пользоваться связью. Как думаете, это спасет россиян от мошенников? Напишите в комментариях. Мобильные телефоны в России все. С 27 года в России будет... Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է փոփոխ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու եւ սա արդարացված է Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է փոփոխ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու եւ սա արդարացված է Հայաստանի Հանրապետությունում շատ երջանիկ դեմքով ուրոդը հայտարարում է, որ իբր թե հեռախոսը եթե ներմուծվեց
մաքսային տուրկը չվճարվելով ինքը չի գործելու։ Իրականությամբ, եթե հեռախոսը համարով չգրանցվեց քո առնողի անունով, քո համարը ուղղակի չի գործելու, ժողովուրդ ջան։ Երջանիկ դեմքով ասма պոպոկ ջարտելու գործիք կլինի ընդհանրապես։ Հիմա մեզ 35 տարի ասում են, որ քանի որ Թուրքիայի հետ մենք չունենք դիպլոմատические հարաբերություններ, Թուրքիայի ապրանքը մտնում էր ոչ թե ուղիղ Հայաստան, այլ գալիս էր չերես Վրաստան, այսինքն ավելանում էր ճանապարհային ծախսը, մի տամոժնյայի տեղ երկու տամոժնյայի տուրքներ ավելանում, ապրանքը ավելի թանկ մտնում էր Հայաստան։ Ես ուզում եմ հասկանալ, այս 2-3 օրը արդեն տարածվել է ինֆորմացիա, որ այսինքն առաջվա Armentel-ը, Beeline-ը, իմիջայլոց կապիտուլյացիա մեր վզին փաթաթելուց հետո ինֆորմացիան տարածվեց, որ իհարկե իր ջհուդների ձեռն է եղել, բայց արդեն ասեցին, որ օֆիցիալ արելա Թուրքիան, անունը փոխվեց դարձավ Տայ։ Հիմա Տայմը պայմանագիր է կապել Ադրբեջանի հետ, ինտերնետը մտնի չերես Ադրբեջան Հայաստան։ Մարդիկ գրեցին, որ Ադրբեջանում ասում են, որ Ադրբեջանից է կախվածության մեջ ընկնելու Հայաստան։ Հայաստանին խապում են, որ Ադրբեջանն է ընկնում կախվածության մեջ Հայաստանից։ Ես ուզում եմ հասկանալ, Ադրբեջանն ու Հայաստան չունի դիպլոմատические հարաբերություններ։ Ինչ իրավունքով որևէ մի կազմակերպություն Ադրբեջանի կազմակերպության հետ պայմանագիր է կապում եւ մտնում է գործարքի մեջ։ Սա մեկ։ Երկրորդը, ոնց է ընդհանրապես առևտուր տեղի ունենում, թեկուզ չերես Ադրբեջան ցորեն է մտնում, թեկուզ Ադրբեջանի նավթն ու բենզինն է մտնում Հայաստան։ Վերջերս ինֆորմացիա տարածվա, որ արդեն հայկական ապրանքները վաճառվում են ազերների շուկայում, ազերների ապրանքը վաճառվում է Հայաստանի շուկայում։ Ես ուզում եմ հասկանալ, մենք չունենք դիվանագիտական ոչ մի հարաբերություններ, այն որ ինքը բոլոլա է անում խաղաղություն, դա հլը բոլոլա է, ինքը հլը նպատակին չի հասել, բայց գոյություն ունի փաստաթուղթ, որը մեր վզին անօրինական փաթաթել են կապիտուլյացիայի փաստաթուղթ, ժողովուրդ ջան։ Դուք չեք մտածում, որ սա ոչ թե երկու երկրի մեջ պայմանավորվածությունն է օրինական, այլ ստացվում է, որ Ադրբեջանը Իրան կազմակերպությունները Իրան գործնեությունն է արդեն ծավալում մեր հողի վրա։ Այսինքն Իրան բենզակալոնկեքնա դնում անունը Գրզոյա, իբր թե Գրզոնա ստանում հետը։ Ցորենա բերում, դեր հարցը Կազախստանի ցորենն է, թե Ադրբեջանի ցորենն է, մեր Արցախի ցորենն են մեր վրեն արդեն ծախում, չգիտենք, ժողովուրդ ջան, ոչ մի բանից տեղյակ չենք։ Ես գիտեմ, որ 2008 թվից, երբ որ ես Արցախի տարածքում արդեն գործեր էի անում, պատվերներ էի անում, իմացա, որ
հեռախոսի կապը Արցախի հետ ռոմինգը մտնում։ Ես զարմացել էի, ում հետ ես փորձում էի քննարկեի այդ հարցը, ինձ ասում են քեզ սաղից շատ պետք է։ Ժողովուրդ, մենք Արցախի հետ խոսալուց վճարել ենք ռոմինգի գումարը։ Գիտեք, որ ռոմինգը թանկ է, այսինքն որպես արտասահմանի հետ ենք խոսում սոտովի։ Եթե Արցախը թեկուզ իրավաբանորեն չեն ձևակերպել, որ Հայաստանն է, Արցախը մերն էր։ Արցախի բնակչությունը ունեն հայկական պասպորտներ։ Արցախի բնակչությունը, եթե պետք է վիզա ստանալ, Հայաստանում գալիս են դեսպանատուն, Հայաստանից ստանում են վիզա, Հայաստանի դեսպանատներից են օգտվում, ստանում են վիզա, գնում են դուրս։ Ես ուզում եմ հասկանալ, ինչի պիտի մենք Արցախի հետ խոսալու համար վճարենք ռոմինգ։ Այդ ռոմինգ որ պետությունն է գնաց այդ փողերը։ Իսկ կարող է մեզ հիմարի տեղ են դրել, մենք Ադրբեջանին ենք վճարում այդ գումարները։ Ու հիմա ինտերնետը սարքում են, որ Ադրբեջանին է, ժողովուրդ ջան։ Դուք տեսաք ինչ արեց։ Պարուխ քարագլուխը վերցրին տվին, իբր թե Ադրբեջանը հարձակվավ, չկարողացան պաշտպանել, Նաիրա Զոյրաբյանն դեղ եկլելով, գաստրոլներ տվեց, գնանց, չէ, Փարուխն ու քարագլուխը Հայաստանին է, հայերին է, իրականությամբ հանցնեցին, արեցին այնենց, որ գազի վինտիլը արդեն իբր թե Ադրբեջանի տարածքում հայտնաբերվավ և փակեցին, այսենց ընդամենը արեցին, կոխեցին ամբողջ Արցախը շրջափակման մեջ։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Ցորենը մենք ստանում ենք չերեզ Ադրբեջան։ Այսինքն երբ որ ուզենա վինտիլը փակելու է։ Արցախը մեր Հայաստանի օգտագործվող պաշարը հացի, ցորենի, մենք 60%-ով մեր օգտագործած ցորենը ստանում ենք Արցախից։ Մենք հիմա կոպիտ ասած, մեր գյուղացիները այն ինչ որ ցանում են, ժողովուրդ ջան, դա շատ մինիմալ քանակ է, որ ամբողջ տարին Հայաստանի ժողովուրդը ապահովված լինի ցորենով։ Հիմա այսքան բերան բերել են, լցրել են, այսինքն այն որ մենք մեր դաշտի հացը ուտում էինք, արդեն մեզի դա ավելի պակասեց։ Ստացվում է այս ցեխերը, որ բերել են, սևամորթ կեղտերը, ջվուտները, մենք դրսից ավելի կախման մեջ ընկանք, ժողովուրդ ջան, ու լուբոյ ցանկացած պահին վինտիլը կարան փակեն։ Հիմա խաղում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ եմ իբր թե փճացրել, իրականությամբ վիդեոն ցույց տվեցի ես ձեզ, որ լավ էլ իրար հետ լավ են, Ձեն Ռասիի լավ էլ իրար հետ շամպանսկի են խմում, Կապրկին ու Ալեն Սիմոնյանը, այդ ձևականությունը խաղում են, ժողովուրդ ջան, որ արդեն Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է մեզ գազը տալ, ռուսական գազը տալ, պալգոտնի ցինի։ Հիմա բացատրեմ ինչա կատարվում։ Ձևակերպում են, որ Ռուսաստանը ամբողջ գազը ծախում է Ադրբեջանին, Ադրբեջան իրան գազն է քշում Եվրոպա, այդենց Ռուսաստանը Եվրոպային գազ է տալիս,
հասկացաք, ոնց որ ժամանակին Էրդողանին չէր թողնում իբր թե պամիդոր ծախվեր Ռուսաստանում, պամիդորը ընդամենը չերես Հայաստան էր գնում։ Հիմա սարկելու են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փճացան, մեզ նստեցնում են Ադրբեջանից կախման մեջ։ Իսկ դուք հասկացեք, որ Ադրբեջան տեղավորվում է Հայաստանում։ Ժողովուրդ, հասկացեք ինչա տեղի ունենում։ Նավթը, բենզինը սարկելու են, որ Ռուսաստանը նեղեցավ, ամբողջությամբ մեզ սարկում են Ադրբեջանից կախվածության մեջ, որ մի օր սաղ վինտիլները արդեն փակեն, ոչ թե մենակ գազի վինտիլը, ոնց որ Արցախում արեցին, բոլոր վինտիլները փակեն, ու հասկանում եք ինչա տեղի ունենալու։ Ժողովուրդ, հայեր, քաղաքում ենկան, Հայաստանում ենկան, այլ ազգեր են բերել լծրել, ինչքան ուշացնում ենք, այդքան մեր գործը բարտանալու է, ժողովուրդ։ Եթե հույսեր եք պահպահում, որ իրավաբանորեն հայոց հարցը կլուծվի, ոնց որ ձեզ շատերը խաբում են, հույսս կդրեք, որ իրավաբանորեն դատարաններով հայերովս կարանք հարց լուծենք։ Բոլոր միջազգային դատարանները և բոլոր պետությունների դատարանները գրավված են առնվազն ղեկավարությունը մասոններով, ջհուդներով, բոլոր երկրներում տվյալ տիտուլային ազգության տակ նստած ջհուդներն են։ Էնենց որ ժողովուրդ ջան, հայեր ջան, հայոց հարցն ունի մի լուծում, թակ մի լուծում, ջհուդասպանդ, այո, ես չեմ վախենում այս բառերն ասելուց, որովհետև բոլորս ականատես ենք եղել, ոնց 2020 թվին Իսրայելը զեկուցեց աշխարհին, որ Ադրբեջանը հաղթեց, իրականությամբ չի հաղթել, հենց ջհուդներով մեզ դեմ են տվել, и только благодаря интенсивным поставкам оружия Израилю, Азербайджану удалось победить Арцах. 23 թվին Կնեսետում զեկուցել են, որ արտաքին գործերի նախարարի մակարդակով հայտարարվել է Կնեսետում, որ Իսրայելը հետևողական է Հայաստանը ոչնչացնելու գործում։ Ժողովուրդ, հայեր, մենք ունենք մի ճանապարհ, ջհուդասպանդ, ուրիշ ոչինչ։ Եթե Իսրայելը հայտարարում է, որ ինքը հետևողական է Հայաստանը ոչնչացնելու գործում, իսկ Եվրейների միության նախական պաշտոնական դեր 8 տարի առաջ հայտարարել, որ Հայաստանում ապրում են 800,000 ջհուդներ, բոլորը իհարկե հայախոս և հայի ազգանունի տակ, հարց առաջանում, այս դեպքում ջհուդները ով են Հայաստանում, իհարկե Իսրայելի բաննակ, ներքին բաննակ Հայաստանում, իսկ եթե Իսրայելը հետևողական է Հայաստանը ոչնչացնելու գործում, ուրեմն Իսրայելի բաննակը ստեղ ոչնչացնում է ում, իհարկե հայերին։ Մենք շատ պիտի մտածենք, որ ներսի թշնամուն պետքա ոչնչացնել։ Ով ասեց, որ դրսի թշնամուն պիտի ոչնչացնես, ներսի թշնամուն պիտի պահպանես, գլխիդ նստեցնես։ Դրսի թշնամին հզոր է, ներսի թշնամու
արած գործնեության շնորհիվ ներսի թշնամին է քեզի դեմ տալիս դրսի թշնամուն գողը որ տնից չլնի եզը երդիկից դուրս չի գա ժողովուրդ հայեր Ենկան են բերել լծրե հայեր արտեն հայերը չեն երևում այդ կանի մեջ Այս տները որ սարկում են Բամիյանից զեկուցում են հայերը գնում են արտագաղթում են ում համար են այս տները 35 տարի մենք իբր թե հաղթած պետություն ենք ամբողջ 35 տարվա մեջ իմավա շինարարության միտոգոսի չափով 35 տարվա մեջ չի կառուցվել շենք ում համար են կառուցվում այս շենքերը իհարկե ջհուդներին իհարկե թուրքերին սաղ ծագերից բոլոլա են անում համշենահայերին վդրուք հիշեցին տարածում են որ 60 միլիոն հայ կա Թուրքիայում լուրջ 20 միլիոն հայ 1915 թվին սպանեցին որ Հայաստանում էս 100 տարվա մեջ 2 միլիոն ենք մի կերպ ստեղ Հայաստանում Թուրքիայում թողեցին 60 միլիոն հայ աջավ թեգուս Թուրքիա անվան տակ Գիտեք ինչի համար են այդ պրոպագանդեն տանում որ այնտեղ իբր թե թուրքերն սկսեցին հայերին ճնշել, թուրքերին բերեն լցնեն Հայաստան այս տների մեջ, ազերներին լցնեն Հայաստան այս տների մեջ, բա այս սևամորտներին բերել են, կարող է երկար պիտի ապրեն հայերի գարաժները, հայերին փող տան, բա սրանց բերեցին խեղճուկրակ, միհար, չալմեկը գլխին, հլը նայեք ինչ են դարձել, բուղա են դարձել, Պատրաստի իգիլ, բա սրանք պետք է վաղ ամուսնանան, բա սրանց Ռուբեն Վարդանյանը տատար ջհուդը ասում էր, որ հայ տղեկները սպանվել են, պետք է նայենք հայ գենին, որ գենն է համապատասխանում, որ հայ աղջիկները աբորենի աղջիկ չծնեն, երեխա չծնեն, պիտի բերենք հայի գենին մոդիկ ործեր, որ հայ աղջիկները օրինական դաշտում երեխա բերեն, այսինքն իմացեք հայեր ջան, այս տները սարկում են, այս եկած անլվաներին տուն տան հայ աղջիկները ամուսնանան իրանց հետ, հայերը սկսեն կաբիկ ցրտել, չեք մտածում, որ Սրանց պետք է լարել, շինարարությունը արդեն ավարտի է հասնում։ Սրանց լարել, այդ տներում մեր հայերը վերադառնան, մեր երիտասարդները ամուսնանան ու բազմանան, ժողովուրդ։ Ձեզ խաբում էին, որ երգիրը երգիր չի, երգիրը ոչինչ չունի։ Երգիրն ենքան շատ բան ունի ու երգիրը ընդամենը ուզում են վերացնեն մենց բնական ռեսուրսների տարածք։ Քանդում են սարերը։ Մի 10 օր առաջ ինֆորմացիան տարածվեց, որ մալագանների Ֆիալետովի գյուղը ուզում են լիկվիդացնեն մալագաններին ցրեն աշխարհով մեկ, որ հանքեր այդտեղ ոսկի հանեն։ Դուք հասկանում եք, մեր սաղ սարերի տակ ոսկի է ժողովուրդ ջան։ Մեզ ոչնչացնում են, որ այդ սարերի տակի ոսկիները, ուրանը, մնացածը սաղ հանեն չեն կշտանում։ Հայաստանը ոչնչացնում են, բնությունը սարկում են, հանքեր, հանքավայր։ Մենք շատ պիտի մտածենք, ապրենք թե չապրենք, երկար պիտի մտածենք, ապրենք թե չապրենք, հայեր, ամսու 7-ին մի ամիսն է լրանում, որ 3-րդ սրոկին պիտի նստացնեն, պատրաստվեք,
Պատրաստվեք, երրորդ սրոք չպիտի լինի։ Այդ որ խաղում են, գլխից եմ ասել, 63% իրանք իրանց ձայներն ունեն։ Այդ կիրտ ու գրակետները, իբր թե հայերը, ջվուդները, խաղում էին, որ Քոչարյան են ընտրում, չգիտեմ այնտեղ Տաշիր են ընտրում, իբր թե Հագանիկոլ են, բոլոր ջվուդները 800,000-ը Նիկոլին են ձայն տվել, ես ձեզ ասել եմ, ժողովուրդ ջան։ Հիմա իրանք խաղում են, մեր ձայները գողացան։ Ձեզ հույս են տալիս, նույնը արեց Քոչարյանը, դադի են տալիս օրինական, սահմանադրական դատարան, միջև հոգնեք։ Այս խաղերն են գնում։ Ռուսամետները ամերիկամետներին են մեղադրում, ամերիկամետները ռուսամետներին են մեղադրում, այս կուսակցությունը, այն կուսակցությանը, այն կուսակցությունը, այն կուսակցությանը, նախկին ներկաներին, ներկա նախկիններին, ձեզ այս են ժժնում են, ժողովուրդ ջան։ Այս ինչ որ հիմա կատարվում, ասաղ ձեզ նախորոք եմ ասել։ Այնենց որ ժողովուրդ ջան, հեռախոսներն էլ ձեր անձնական հեռախոսները, մեր անձնական հեռախոսները լինելու է գրանցված, որ տեսնեն ով, ինչ, ում հետ խոսած։ Սա ապրել չի։ Եվ որ քոչվորը փորձում է գա քեզ հայ խելացի գրակետ ստեղծող գա քեզ կառավարի այնքան ժամանակ, որ քիչ-քիչ վերացնի։ Այնենց որ հայր գեղկելնի կերանքը կոտրի։ Սրանք ում շունն են, որ իրանք որոշել են մենք պիտի մեռնենք, ու մենք պիտի ենթարկվենք։ Սրանք ով են, որ միայնակ ծերի վերջի եղածի վրա, թու ձեր վրա, եղածը տանեն չեն կշտանում, էդ էլ տանեն։ Դուք հասկանում եք ժողովուրդ ջան ինչա կատարվում։ Ասեմ ավելին, 6 տարի ապրել եմ ամերիկյան համասարանի վերև, այդտեղ մի հատ շեք 40 տարեկան տղա քանդած բլված հին տների տանիքների տակներ ապրում, զիբիլի բակերի մեջներ սնունդ փնտրում, անցել եմ, ապշել եմ, բակի միջից զիբիլ էր հանում, շները լցվել էին, անգամ այդ վիճակում ինք մարդ էր մնացել, ասում էր, սպասեք ձեզ կերծնեմ, շներին էր ասում, հետո նոր տեսնեմ ինձի մի բան կգտնեմ, պարզվեց, որ գլխին սարկել են բերդն են նստծրել, մեր ու տղա են եղել, կենտրոնում ատունն եղել, պարզվեց, որ բերդում ով որ նստում է, իրան գրանցումից հանում են, որ իբր թե հիմա դու բերդում ես նստած, բերդի վրա ես գրանցվում, միջև այդ տղեն նստած է եղել, մորն են սպանել, տունը ծախել են, բերդից միջև դուրս է եկել, ոչ մերը կար, ոչ էլ տուն կար, մնացել էր փողոցում, նմաններին գործի չեն վերցնում, անտուն անտեղ, անհասցեի, այսենց սարկել են բոմժ,
Հիմա սրանք ունենալով ամեն ինչ չեն կշտանում։ Հայ ամեն ինչ գործրած մնացել էր մարդ։ Ձեռից ամեն ինչ արել են, մնացել էր մարդ։ Շներին ասում էր ձեզ կերծնեմ, սոված եք, նոր տեսնեմ ինձ մի բան գտնեմ, թե չէ։ Դուք ուզում եք հայեր, ասում են по одиночке всех добьют, գեղգելնի գերան կկոտրի։ Դուք նման կյանքով եք ուզում ոչնչանալ, ում ձեռով եք ուզում ոչնչանալ, զիբիլի, մայլ կա, մայ կա։ Պատերազմի դաշտում կռվես ու պարդվես դա ամոթ չի, բայց երբ որ քեզ կեղտ ընդամենը ֆռցնելով, խապելով, որ հասկանում ես ամբողջ մի աշխարհ քաղաքական դաշտը, ամբողջ օր սուտը խաղալով, սուտը խոսալով, սուտը տարածելով են զբաղված, գիշեր ցերեկ, քեզ ով է սպանում հայ, զիբիլը կեղտ աշխարհի, հլա ստապվի, աղբի տեղը աղբամանում է, էդ իրանց բարերն է իմիջայլոց, ու իրանք իրանց տեղը պիտի լավ իմանան, հասկացար հայ ջան, երորդ սրոք իրանց համար չպիտի լինի, երորդ սրոք իրանց համար չպիտի լինի, յա, Սերժի երորդ սրոքից վիրավորվել էին, կատաղել էին, ով ասեց, որ մեզ սպանողը պիտի մեզ կառավարի, մեզ սպանողը պիտի չլինի, ով ասեց, որ այդ ջվուդը կարա վիրավորվի, դարերով մուրը հանում, մեզ ասում են, թուրքը առաջվա թուրքը չի, են թուրքն ա եղե դաժան, էսի լավն ա զարկածածը, էդ ոնց եղավ, որ այս թուրքերը իրանց պաբերի արածի համար պատասխան չպիտի տան, էդ ոնց եղավ, որ գիշատիչի թորը դարձավ մարդ, էդ ով ասեց, որ պորնիկ մարտակեր հարունախում ջվուդը դարձել է մարդ, ով ասեց, սկսած Ռիմա Վարժապետյանից, պիտի սատկեն չաբրեն, դաժան ձևով պիտի սատկեն չաբրեն, այո, պիտի սատկեն չաբրեն, իրավունք չունեն որովհետև ապրելու, բացարձակ իրավունք չունեն ապրելու, ու այդ հարցին լուծում է պետք տալ, շնորհակալություն հայեր ջան,